Սիրելիներս ողջույն, ինչպես եք, մենք լավ ենք ու ինչպես միշտ ցանկանում եմ, որ դուք էլ լավ լինեք։ Դե ինչ, խոստացել էի, որ պետքա ցույց տամ իմ ապրանքները, ինչ որ գնել եմ մեզ հետ տանելու համար, մի հատ sense արագ ցույց տամ, համ էլ միգուցե եւ այդ ինֆորմացիան ձեզ էլ կարեւոր լինի, դրես պատճառով համ ցույց կտամ, համ կբացատրեմ, համ կխոսամ։ Հետո պետքա արանքում գնանք երեխաների հետ մի փոքր առևտուր ունենք, բայց դա չեմ նկարելու։ Հետո հետ կվերադառնանք տուն ու արդեն ճամպրուկի հավաքելու process-ը երևի մի պահ կնկարեմ, ուղղակի ուզում եմ sense արագ ցույց տամ մի քանի ապրանք, որոնք մեզ հետ պետքա տանենք ու բացատրեմ ինչու։ Ահա, ժողովուրդ, ուրեմն սկսեմ սկզբից մեր Էլենչոն գնացել էր հանգստանալու ու ինչպես միշտ ինքը ավանդույթը չի խախտում ու մեզ համար սիրուն սուվենիրներ է գալի ասել բերում այն քաղաքից կամ այն երկրից, որտեղ որ ինքը լինում է։ Այս վերջերս Ֆրանսիայի տարածքում կոնկրետ Մարսել գնացել էր ծով հանգստանալու, ինձ համար բերել է սա։ Այստեղ շատ հաճախ են այս լավանդայի տերևիկով, սենց գեղեցիկ ամաններ վաճառում, սա գթալը դնելու համար, այսինքն դնես գազի կողքը եւ գթալիկը հեսա երևում է, որ նայեք, ոնց որ խառնելուց դնես, որպեսզի աջ ու ձախ չդնես գթալիկը։ Ըհը։ Ուրեմն բերել է մեզ բաժակ, մեր Էլենչոն մեզ բաժակ է բերել։ Հիմա բացենք եւ տեսնենք։ Սուրճի բաժակ է բերել։ Passage de mer, սա Իսպանիայից է բերել։ Ահա, սուրճի ապակուցա, սուրճի բաժակա, շատ սիրուն է, երկու հատ իհարկե, գիտի որ ես ու Արմեն, օй, Էլենչո, կապույտ ամիսը, լնագիչ լավն է, լիստենոյք մի հատ, հելը, ապրի իմ Էլենչոն, ապրի իմ շնորքով աղջիկը, ահա, նայք, ուպ, Էհե, սա էսպես, սա իմ Էլենչոյի գնաց նվերներն է մեզ, որպես ինել կայլ է ակտագործել, շատ զիրուն են բաժակները։ Դնեմ էստեղ չկոտրվի, ուրեմն նանիկը շարել եմ սեղանի վրային ինչ որ գնել ենք, ասում մամա, այս ամեն ինչից ես եզրակացնում եմ, որ դուք գնում եք շատ շոկ ու շատ կեղտոտ երկիր։ Ինչու, որովհետև գնել ենք շատ արևի պաշտպանող կրեմներ ու դիզինֆեկցիա անող, մոծակի, այս կողմ են կողմ։ Հեսա հերթով ցույց տամ։ Ուրեմն գնում ենք ժողովուրդ Եգիպտոս, դուք մինչև այս վիդեոն տեսնեք, մենք արդեն Եգիպտոսում ենք լինելու, այնպես որ շատ-շատերդ գրում էիք, ուր ես գնում, ուր եք գնում, մեկը գրում էր Իսպանիա, մյուսը գրում էր Հունաստան, շատ-շատերդ գրում էիք Եգիպտոս, այնպես որ հաղթեց Եգիպտոս գրողը խումբը։ Շնորհավորում եմ, դուք ճիշտ էիք։ Ուրեմն Եգիպտոսում եթե եղել եք, եթե չեք եղել ինչպես որ մենք, բայց ինֆորմացված եք, էլ ավելի լավ, մենք բավականին շատ ինֆորմացիա ենք պեղել, մինչև մեր գնալը, բավականին շատ վիդեոներ ենք նայել, հատկապես YouTube-ով, եւ հասկացանք, որ այնտեղ պետք է ծով մտնելու համար հատուկ կոշիկներ, քանի որ այնտեղ կան տարբեր տեսակ կարալներ, հա, հայերեն կարալ են ասում, չգիտեմ, ռուսերեն կարալա։ Ինքնստիկյան կոշիկներ կոչվում են կարալկաներ, այսպիսի, որպեսի հագնես եւ ոտքերդ միամիտ ինչ-որ մի սուր բանի վրա չկանգնես ու ոտքերի տակ վնաս չտաս։ Դրանց պատճառով գնել ենք մի հատ ինձ համար մեծ է ռազմերը, բայց ոտքից շատ հանգիստ է, դրա համար սա եմ վերցրել։ Խանդի աղջիկը ծիծաղում էր, ասում եմ չկա մի քիչ թիթիզ, ասում է չէ, ասում եմ բայց ես չեմ ուզում, սկսավ ծիծաղալ։ Սա ինձ համար է, սա Արմենի համար է։ Մարդիկ, եթե պատրաստվում եք գնաք այդ երկիր, միգուցե ուղղակի տոմսը գնում եք եւ շատ ինֆորմացիա չեք քաղում, իմացեք, որ սա անհրաժեշտություն է, ցավոք գեղեցիկ չի, բայց անհրաժեշտ է, եթե պատրաստվում եք ծովից օգտվեք, այսպես ասեմ։ Իհարկե վերցել են գլխարկներ Արմենին ու ինձ, սա իմն է, նա Արմենինն է, այսպես, չգիտեմ, հավաքած մազերով արդյոք սիրուն կլինի թե ոչ, բայց ոնց որ թե սիրուն է, գրեք հլը տեսնենք գեղեցիկ է թե ոչ, թե մի քիչ սենց են դնում, թե մի քիչ սենց, չէ, սենց ավելի շատ, արևից պաշտպանելու համար, կեպկա էլ ունեմ, իհարկե, սա էլ Արմենինն է, Արմենը ստեղ չի, ես կդնեմ,
Ես էլ Արմենի կեպկան, ինձ էլ է սազում։ Կարելի է գողանալ Արմենից եւ դնել։ Ինձ вообще կովբոյսկի ստիլը սազում ես նկատել եմ։ Կլորակնոսներն է պակասում ու կովբոյսկի են շորերը։ Մեկ էլ ինչը ձին։ Փոքր վախ նստել եմ ձի, սպիտակ ձի։ Ահա, էս էլ էսպես, սա գնաց էստեղ։ Ինչու էր ասում Նանիկը, որ գնում եք շատ շոկ երկիր, որովհետև գնել ենք բավականին շատ արևը պաշտպանող քսուկներ 50 եւ պլյուս ջերմաստիճանը, ոնց որ պահպանող, անպայման գնեք ամենաուժեղը, երկու հատ էսպիսի քսովի են վերցրել, սա ոնց որ մինչև դուրս գալը, իսկ սա ընթացքում, երբ որ ջուրը մտնում ես, հելնում ես, սա արդեն փչովին է, որպեսզի սես ձեռքով շատ չքսես, սա ավելի թեթև վարիանտն է, բայց էլի 50 պլյուսն է, սա են վերցրել, այս երկուսը դեմքի համար է, էլի 50 պլյուս, ոնց որ դեմքի քսելու եւ սա էլ սերոմ է, ու էլի դեմքի համար է, մի խոսքով մաքսիմալ պաշտպանելու ենք մեր դեմքը, սա ասենց փչովի ասենց փշփշփշփ ու այնքան որ մի թեթև քսում ենք, սա շատ հարմար է իրականում, այսպես, սա après solaire արևից հետո, հա, երբ որ գնում եք, լոգանք եք ընդունում, մաքրում եք ձեր վրայից այդ կրեմները, մրեմները, քսում եք սա։ Սրանց շուտ եմ արել, միշտ էլ արել եմ պաշտպանող կրեմներ, բայց ոչ այդ քանակի, որտեվ այստեղի արևն էլ է ուժեղ, բայց մի քիչ վախեցած են գնում, որ ճիշտն ասեմ, չնայած իմ կարծիքով նույն արևն է լինելու, ինչ որ այստեղ է։ Ահա, ուրիշ, ինչ եմ ես գնել, հա, մոծակի համար այսպիսի, ոնց որ սա փչում է շորերի վրա, որ մոծակը ձեր վրա հարցակում չգործի։ Սա սպրեյ ռեպրուֆ մուստիկ, ոնց որ էլի պրոտեկցիոն է, պաշտպանող է, էլի մոծակի համար է։ Էսի կծելուց, եթե հանգարց կծե վերջացրել է իր գործարել է մոծակը, սա պաշտպանում է, թեթևացնում է երևի քորը, չգիտեմ։ Այսպես, իհարկե, սանտավիկ։ Սա վերցրել եմ, որ հանգարց ինչ-որ կտրված կամ մարդ, ես կարող է կոշիկը չի պաշտպանում ու ճղվում է մեր ոտքը։ Այսպիսի քսուկ է, մի անգամից քսում եք ու ոնց որ թե վերքը կպցնում է, հա, այդպես ասեմ։ Իհարկե գնել եմ սենց ձեռքերը ախտահանող, 4 հատ է գնել, բայց Նանիկը մի հատը վերցրեց, ասում է մամա ձեզ 3 հատ է հերիք հա։ Դրա համար ասում եմ կեղտուտ երկիր եք գնում, չեմ հասկանում։ Հեսա կբացատրեմ ինչի իրականում։ Եվ սա էլ դիզինֆեկցիանով է, եթե հանգարց վերք կամ ճղված, կտրված կունեք, սա։ Իհարկե վերցնում եմ հետս մեր հայկական ավանդական յոդը, Հայաստանից բերված, եւ երկու հատ էլ գլխացավի դեղ, գլխացավի համար կամ տաքության համար մեր ստեղի դոլիպրաններն է։ Այսպես երկու հատ sense փոքրիկ վենտիլատոր եմ վերցրել դուրս գալուց, որ եթե պետք լինի մենք մեզ հովացնենք ու բավականին լավ հովացնում է, վատ չի դեմքի քան որ արագ հովացնելու համար։ Վերցրել ենք երկու հատ տեսակ խանութից ձմռանը կարող ենք տաք ըմպելիք լցնել, ամառն էլ սառը ըմպելիք, պաշտպանող տերմոսներ, երկու հատ տերմոս, սա էլ է կրեմի այս տիպի բան է մի խոսքով, արդեն որով լողացել եք, մաքրվել եք, էլ չեք եթալու մտնեք ջուրը, սա էլ փափուկ ոնց որ ենքա որ մաշկը որ չչորանա արևից հետո, հա, այսպես ուրիշ գնել եմ այսպիսի սենց սառը հայերեն չգիտեմ ոնց են ասում, ինքը սառը ջուր ջրի նման բան է փչում, ինձ թվում է Հայաստանում եք լինի, ինքը սենց եք անում, իհարկե սառնարանում է պետք դնել, որ ավելի սառը լինի ու փչում եք ձեր վրա, ահագին հով է պահում, իրականում սրանք գնել եմ, երբ որ դուրս գանք հյուրանոցից, որտեղ հյուրանոց ենք վերցրել, սա վենտիլատորը եւ տերմոսը դրա համար է վերցված, ցույց եմ տալի ինչ որ անհրաժեշտ է, էլի վերցնելու եւ իհարկե վերցրել եմ օճառ, շամպույն, այդպիսի պարագաներ։ Հիմա կասեք ինչ ես այս ամեն ինչը ստեղի ստանում, այնտեղ չես գնում։ Նախ մենք այնտեղ գնում ենք հանգստանալու ու գերադասել է այս ամեն ինչի վրա, այնտեղ ժամանակ չկորցնենք եւ մեզ հետ ամեն ինչ ունենանք պատրաստի։ Երկրորդը ուրիշ երկիր ամեն դեպքում միգուցե նույն ապրանքը այստեղ որ եվրոպական է, միգուցե ավելի մաչելի գնեք, քան թե այնտեղ որտեղ այնտեղ եվրոպական ապրանքը ավելի թանկ է, քան թե իրանց տեղականը։ Քանի որ մենք սովոր ենք մեր ապրանքներին, գերադասել է մերը այստեղից տանելը։
Այսպես, վերաբերյալ այս դիզինֆեկցիա անող գելերը, սա անհրաժեշտություն է այնտեղ, ինչու, որովհետև այնտեղ ջրի հետ մի քիչ խնդիր կա, ով գնացել է գիտի, ով չի գնացել, բացատրեմ, այնտեղի ջուրը չի կարելի խմել, այնտեղի ջրով չի կարելի նույնիսկ ատամները լվանալ, դրա իսկ պատճառով, երբ որ դուք նույնիսկ սնունդը վերցնեք, գերադասելի է ուտելուց առաջ, թեկուզ լվացած է ձեր ձեռքերը, մի հատ դիզինֆեկցիա անեք ձեր ձեռքերը, նոր սկսեք ուտել, զգուշ եղեք, այնտեղ ատամները չլվակ հանգարց ծորակի ջրով, շշով ջուր են միշտ դնում լվացանի կողքը, իմացեք, որ դրա համար է, եթե հյուրանոց եք վերցնում, ընդհանրապես այնտեղի ջուրը չի կարելի խմել, այսպես, իսկ ես սրանք, որ վերցրել եմ, արդեն հասկացաք, որ հանգարց մարդես վնասվածք է, այս կողմեն կողմա ունենաք, և պետք է գնվի ևս դեղ փոր ցավի, փոր լուծության համար մարդես, որովհետև ամեն դեպքում օտար երկիր է, օտար կուխնյա է, օրգանիզմը սովոր չի, ցանկալի է ունենալ ձեր դեղերը ձեզ հետ, չնայած ընդեղ ռեկլամ են անում, որ ավելի մատչելի է, արեք նույնիսկ տարեք ձեզ հետ ձեր երկիր, միգուցե երկրներ կա, որ համեմատաբար ավելի մատչելի է և գերադասելի է այնտեղից առնել և դեղամիջոց տանել ձեր երկիր, Հայաստանը կամ որտեղից որ գնում եք, բայց մեզ համար ավելի գերադասելի է մեր դեղերը այստեղի, ինձ թվում է ամեն դեպքում որակով ավելի լավն է։ Այսպես, շորերը ցույց տվեցի, տեսագրել եք, այս կոստյումչիկը լավն է վերցրել եմ իրականում, վերցրել եմ, չնայած որ նանիկը այդքանը չի հավանում, դերյան, սև դերյան, որ վերցրել եմ, պարզվեց նույնի սպիտակը մեր Էլենչոն ունի, ասի ոչինչ, դու կլնես սպիտակ, ես կլնեմ սև, չնայած երկուս էլ վերցրել ենք, որ տենց ծովային քաղաքներում հագնենք, ամենօրյա դերյա չի սա, ես ամեն օր սա չեմ հագնելու, այնպես որ միասին ոչ միտեղ գնալուց չենք հագնելու, այսպես, և սա եմ վերցրել, սա էլ արդեն լողազգեստի վրայից, գիտեք, հագնում եք, և եթե ուղղակի քայլում եք, չգիտեմ, կոկտել եք խմում կամ ինչ եք անում, սա շատ դուրս եկավ իրականում, չգիտեմ երևա թե ոչ, ունեմ ուրիշ ձևին, սա էլ ենքա որ վերցրեցի, այն մյուս ձևը ավելի հագած տեսակն է, սա էլ այսպես կարող եք կոչկել, կարող եք այնպես, հիմա մենք հագնվենք, այսինքն հագնված ենք, դուրս գանք երեխեքը մի քանի գնումներ ունեն, անենք, հա, այս տապճկեք վերցրեցի ինձի այնտեղ հագնելու, Արմենի տապճկաները մի քիչ հեռու է, բայց առել ենք սև գույնի տապճկայա, այսքանով էսի ավարտում եմ, և հա, պրոշների համար սենց, չգիտեմ, լաբելո են ասում ֆրանսերեն, հայերեն չեմ անում, յուղա պրոշների համար, կսելու համար, այստեղ կրեմ եմ վերցրել, բեբե կրեմը էլի պաշտպանողա, բայց տանալնի տիպի է, ուրիշ տենց ցույց տալու բան չեմ վերցրել, որ ճիշտն ասեմ, գնացել էի ոտքերս մասաժ արեցինք, այնտեղ կողքս մի հատ աղջիկ կար պարկած, ինքն էլ մեջքի ինչ որ խնդիր ուներ, դա ասեցինք, խոսացինք, այս խորհուրդը տվի, այս բանը ասի, այս ինֆորմացիան տվի, մի խոսքով այնքան խոսացինք, մեկ է սենց անում, աղջիկը սրով իզնից մի քանի տարի մեծ էր, հետո բժիշկը որ եկավ ասում է վերջ, դու կարաս եթաս ինձ ասում, այս աղջիկը ասում է, չէ էլի ասում է, Թոմնա էլի ինչ կլինի, թող չգնա, ասի հա բա, ասի վրազն եմ, տեղ ունեմ էթալու, պետք է ճամպրուկ հավաքեմ, հետա բժիշկը փաթաթվեց, պատճեց, ասում է քեզի լավ արձակուրդ, ասի ապրես սեպտեմբերին կհանդիպենք, ես կվերադառնամ իմ սեանսները շարունակելու, գրել էիք, որ զգուշ եղեք, հանգարց վնաս չտան, շատ չքաշեն, ինքը իս չի քաշքշում, իմը հիմնականում մասաժն է, որ անում է, և ոտքերին սենց հատուկ սարքերը հագցնում է, որ ավելի մասաժ անի, ոնց որ եթե ոտքերը տուրած է, նույնիսկ իջացնում է։ Այնպես որ շնորհակալություն, որ անհանգստանում եք, բայց անհանգստանալու բան չկա։ Գնանք խանութ հետ գանք, միասին ցույց կտամ արդեն այդ փոքրիկ ոնց որ կասմետիկաները հավաքելը եւ ճամպրուկը հավաքելը, որտեղ վաղը մենք արդեն թռնում ենք, բայց մինչև դուք այդ վիդեոն տեսնեք, մենք արդեն թռած իջած ենք լինելու։ Ժողովուրդ, մենք գնացինք առևտուրը արեցինք, մեր ինչպես միշտ ասված փոքրիկ առևտուր, որը վերածվեց մի բագաժնիկ առևտրի, չգիտեմ, երեխեքը ամեն մեկը իրանց ցուցակներ կազմե,
Ալոնան իր հերթին, Նանիկը իր հերթին, պարզա ընկերուհիները կգան, իրար հետ ինչ-որ բան կպատրաստեն, հեսա Սամոնուել Էնչոն հետ կգան արձակուրդից, որտեղ մենք երբ որ գնում ենք, Սամվելը արդեն տունն ա լինելու, մեր Սամոն, որ իր քուրիկների մոտ լինի, այնպես որ երեխեքը մենակ մնում են, մենք գնում ենք, այսպես Հիմա պատրաստել եմ այն ինչ որ մեզ պետք է, բայց հա, այս դեղն էր պակասում, սա էլ գնեցինք, երբեք չեք օգտագործել, որ ճիշտն ասեմ, պարզապես խորհուրդ է տրվում տենց դեղեր ձեր հետ ունենաք, կամ տեղում գնեք, կամ ձեզ հետ տանեք, ոնց որ ասեցի, գերադասելի է ձեզ հետ տանեք, որպեսզի ժամանակը չկորցնեք ժողովուրդ, այս ամեն ինչի վրա Չէ որ մենք վճարում ենք, որ գնանք հանգստանանք, հա, չենք վճարում, որ գնենք խանութներում, այնտեղ էսա պետք, այնա պետք, դրա իսկ պատճառով անպայման սա պատրաստեք ձեզ հետ, եթե գնում եք իհարկե օտար երկիր, այդպես ասեմ, որտեղ որ միգուցե ձեզ համար շատ բաներ անծանոթ են, ոնց որ մեզ համար, թե սնունդն է տարբերվող, թե ջուրն է տարբերվող, թե ընդհանուր օդն է տարբեր Ընդեղ արդեն իհարկե են, որ ասում կբացահայտենք միասին, կպեղենք արժի գնալ, չարժի գնալ, արդյոք կգնանք եւս մեկ անգամ թե ոչ, որ ասում անկեղծ կկիսվենք մեր տպավորություններով, հա մեկ էլ մի բան էլ է պետք անպայման ձեզ հետ տանեք գրիչ, որովհետեւ այրոպորտում փոքրիկ ինչա կոչվում արմ, տալոն, դեկլարացիայի տալոն, հա Փոքրիկ դեկլարացիայի տալոն է, որտեղ գրվում է էլի ձեր անունը, ազգանունը, չգիտեմ ինչ-որ բաներ է, այնտեղ ցույց է տալիս եւ անպայման ասում են, որ ձեզ հետ գրիչ ունեցեք, որովհետեւ թե չէ այնտեղ լինում է ինչ-որ գրիչի հերթ Կամ ասենք օգնականներ են մոտենում, ասում են գրիչ եք ուզում, որ ասում ես, հա, ասում են դե վճարի գրիչը տանք պարտքով գրես հետ տաս։ Մի խոսքով գրիչ ունեցեք ձեր պայուսակի մեջ։ Սա ես կդնեմ իմ պայուսակի մեջ, որ այնտեղ մենք ունենանք մեր անձնական գրիչը։ Երեխաների հետ որ գնացինք խանութ, իրականում բասանուշկաները որ առել էին, Նանիկը շատ էր հավանե, հագավ փորձեց, ասեց մամա, այս ինչ հարմար են, դուրը շատ եկավ, բայց մենք տարբեր ռազմերներ ենք հագնում, ասեցի դե որ դուրը շատ է եկել, արի գնանք քեզ համար էլ գնի։ Այնպես որ գնացինք, ինքն էլ իր համար վերցրեց, շատ փափուկ հարմարավետ բասանուշկաներ են եւ իհարկե ես թազա վենտիլատորներ տեսա։ Սրանք ավելի մեծ են, ավելի հզոր են։ Ասեցի լավ, սպասի, ես սրանցից վերցնեմ, նրանք ոնց որ մի քիչ խաղալիքոտ լինեն, աղջիկները արդեն տարան, չթողին որ մնա։ Ամեն մեկը իր սենյակ, ինքը սենց մեծոտ է, եւ պարզվում է, որ երբ որ դնում ես մեջտեղ, նաեւ սենց տարբեր գույների լույսեր ա վառում, ինչը որ հետաքրքիր է в принципе, բայց միջինի վրա պետք է դնես, բայց որ վերև ես դնում ամենաուժեղն է, ու իդեպ շատ լավ, նայեք, սենց անեմ, որ զգաք, տեսեք ինչ լավ է փչում, հələ նայեք, իմ մազերի վրա զգացեք, իրոք շատ լավ է փչում, Արմենն է ասեց, էսի շատ լավ է աշխատում, ուրեմն երբ որ դրսում լինենք շատ շոկ լինի, սրանից փչում ենք միացած հոպ ու սրանով էլ հովացնում ենք, այսպես, հիմա ցույց տամ, ինչպես եմ օրգանիզացիան անում, շորերը չէ, շորերը բոլորս էլ գիտենք մեր շորերը ոնց ենք դասավորում, շորերը չեմ պատրաստում ցույց տամ, այն ինչ որ վերաբերվում է սենց փոքրիկ պայուսակների մեջ, հա, կոմենտար եք գրել, կուպալնիկ արար, թե ոչ, լողազգեստը, այո արել եմ, երկու հատ լողազգեստ եմ արել, մեկը փայլուն ոսկեգույն, մյուսը սև գույն, դե քանի որ լողազգեստը ցույց տալու բան չկա, լողազգեստը լողազգեստ է, դրա իսկ պատճառով չեմ ցույց տվել, ահա, հիմա հիշում եք Իվրոշեից ես այսենց պայուսակ էի գնել և պատրաստվում եմ, այս եղածը տեղավորեմ այստեղ շամպույներս, էսի իմ միակ շամպույնա, որը որ ես օգտագործում եմ, ինչքան, երևի մի 10 տարի հեչի պես, այնպես որ իմ սիրած շամպույներն է, չգիտեմ, իմ մազերին շատ լավ համապատասխանում է, այստեղ գնում է շամպույնը, Puçurik dezodor թևի տակի, գել դուշ, դուշի գել, մի անգամ ասել էի, ծիծաղում էիք, տղամարդու դեզոդոր, տենամ ինչ կարամ ես ներքևի հատվածում էլի տեղավորեմ, սա ձերքի կրեմա, շատ լավ կրեմա ժողովուրդ, եթե ձեր ձերքերը հատկապես ձմռանը չորանում են,
ճակճկում են, իմացեք, որ այս ամենալավ կրեմն է, ասենց մոտիկ պահեմ, տեսնեք, սամոս որ աշխատում է, դե գիտեք, մեխանիկի ձեռքերը յուղոտվում է ու ինքը պետքա մի քիչ ագրեսիվ, ասեցի սամոս, բան ուղարկեց, SMS ուղարկեց, պետքա մի քիչ ագրեսիվ օճառով ձեռքերը լվանա, թե չէ չի մաքրվում այդ յուղոտվում սորվաները ու այս կրեմն անպայման հետո կսում, թե չէ հատկապես ձմռանը շատ դժվար կլինի։ Ահա, սա էսպես, էլ ինչ կարելի է այստեղ տեղավորել, մի հատ տեսնեմ։ Երևի թե, գիտեք ինչ կտեղավորեմ, այստեղ այս ականջի չոպիկները, այն ինչը որ փափուկ է, համեմատաբար կարող ենք ճզմել, որ ասում է։ Ահա։ Սա էսպես, sense կողքանց, շատ սեղմված բաներ պետք չի դնել, ինչը որ կարա տրակի, տենց ասեմ, փչովի, լակ չեմ մարել մազի, լավ ես մազի լակ կտանեմ, երեխեքը թազա թող առնեն, նոր հիշեցի, փչովի ասեցի, հիշեցի, երևի սրանցից 2 հատ կդնեմ այստեղ, 1 հատը կպահեմ պայուսակի մեջ գրիչի հետ, որ դիզինֆեկցիա արվի մեր ձեռքերը, այստեղ սանտավիկ ունենք, բայց կուզենայի դեղերը ընդհանուր մեկտեղ դնել, գիտեք, դեղերը ընդհանուր մեկտեղ կդնեմ, ահա, ինչ կարելի է այստեղ եւս դնել, կտեղավորվի, ինչ որ բան կտեղավորվի, այստեղ զուբնոյ չոտկեր ունենք, երևի թե 2 հատ զուբնոյ չոտկը կտեղավորեմ, սա ինչ է, հա, սա լաբելոն, որ ասեցի պրոշների համար, մի հատ կվերցնեմ, որտեվ 2 հատ ինձ պետք չի, հոտը ինչ է, ռոզվի է մեջը, ռոզվի է մեջը, հոտ համարյա չունի, ինչը որ լավ է, ես հոտով ոչ մի պամադա չեմ սիրում հոտով, այս մի հատը կթողեմ տանը, ահա, վսյո, այս տակի հատվածը կարող ենք փակել, թե էլի բան կարող ենք տեղավորել, մի հատ նայեմ, տեսնեմ մոտավորապես ինչ ունեմ, որ կարող եմ հա, դեմքի կրեմ եմ վերցրել, այս ֆիրման, սենց ցույց տամ, սրանից առաջ օգտագործել եմ, հուսով եմ մուկ չի շատ, ոնց որ աչքիս մուկ էր, ժողովուրդ, հələ բացենք, ռասպակովկա անենք իրար հետ, unboxing, անգլերեն ասած, ահա, էլ ես կպոտ, սաղ տեղերով պակել են, այ մարդ, ահա, ձևը փոխել են, առաջ սես չեր ձևը, ուրիշ ձև էր, եկեք մի հատ հələ, շոտեղով, լավ, չապից շատ արեցի, հա, բանել էի ուզում ձեզ ցույց տա, եսա բերեմ ցույց տա, չէ, հոտ անուշա, ու իմ գույննա, տեսեք, որ ձերքի սկսում եմ չի տարբերվում, նշանակում է իմ գույննա, ստեղ մի հատ ուրիշ եմ վերցրել, մի քիչ մուկ է, բայց դեմքս ոնց է լինի սևանալու է այնտեղ ինչքան էլ պաշտպանեմ, հետո սա կքսեմ, սա էլ է տոնային կրեմ, երևի թե տուփից հանեմ, սես դնեմ, սես տոնային կրեմ է, բայց սրանք առանձին քսվելիքների հետ կդնեմ, ախ, ինչ կարելի է այստեղ տեղավորել, լավ, փակեցինք, վсё, ահա, սա այսպես, վերևի հատվածում երևի թե ես կտեղավորեմ դեղերը, որտեղ փոքրիկ է տարածքը, շատ մեծ տարածք չի, այս սանտավիկը, այսպես, էլ ինչ ունենք, որպես դեղ, յոդ էի վերցրել, յոդ, հուսով եմ չի տրակի թափի, յոդ, այստեղ ասեցի, եկեք էսի հանենք, էսի մեզ պետք չի, եթե հանգարց ճղված է լինում, որ փակվի, էլ ինչ կարելի է, էլ ինչ ունենք, այստեղ մոծակի բաները կարելի է դնել, այն ինչ որ մոծակից պաշտպանվելու համար է, էլ ունենք մոծակից պաշտպանվելու համար, հա, ով ասե, որ մենք լավ պաշտպանված չենք մոծակից, մոծակը սեղացը տենը հաստատ մեզի մոտիկ չի գա,
Սա էլ էսպես, մի հատ տեսնեմ ուրիշ, ապա, չէ, ստեղ վերջ երևի թե, ուրիշ ոչինչ չեմ տեղավորի, թող շատ սեղմված չլինի, այս մի ճամպրուկս, պատրաստ է, ահա, սա կգնա էստեղ, էստեղ եվս ունեմ տարբեր կասմետիչկաներ, որոնք եթե պետք գան կվերցնեմ, եթե չէ, այս մեծի մեջ կտեղավորեմ այն ինչը, որ կապված է արևի պաշտպանիչի հետ, այսինքն կրեմներն փչելունը պարկացրած կդնենք, երևի թե եկեք պարկացրած սաղ դնենք, որտև կանգնացրած ինձ թվում է, որ սա կկարողանամ այսպես դնեմ, այս փոքրիկը, սաղ ցույց եմ տվել, ինձ թվում է, որ անհրաժեշտություն չկա նորից ցույց տամ, սա էլ երևի թե տուփից կհանեմ, որտև տուփերը ավելնոր տեղ են զբաղացնում, իմաստ չկա տուփով, սա այսպես, սա է, այս կլորն է, ուրիշ երևի թե բան չկա այստեղ դնելու, գիտեք ինչը կփորձեմ տեղավորեմ մազերի գելը, որտև ես որ հավաքում եմ իմ մազերը, միշտ գել եմ քսում, ոչ ես պուճուր մազիկներ է բիզբիզ կայնում, ահա, հիմա տեսնեմ սաղ կտեղավորվի, եթե չէ գելը պետք է հանեմ, ուզեմ թե չուզեմ, բայց չէ, մալադյեց, ամբողջը տեղավորվեց, ահա, այսպես, սա էլ եղավ մեր ճամպրուկի եվս մեկ ատրիբուտ պատրաստ է, այստեղ փոքրիկ է մնում, գիտեք ինչ, ես հիմա փոշմանում եմ, որ ես 2 սենս չեմ վերցրել, որտև բավականին հարմար բան է սա, զուբնոյ պաստա, այս զուբնոյ պաստան շատ լավն է ժողովուրդ, խորհուրդ եմ տալիս, օգտագործեք, չեք փոշմանի, տուփից հանում եմ, զուբնոյ պաստա, էլ ինչ կարող եմ այստեղ դնել, մազի ռեզիններ եմ սենց վերցրել փոքրիկ և մեծ, սրանք էլ լավ դնեմ այստեղ, տեսնեմ էլ ինչ կարող եմ ես այստեղ տեղավորել, այն ինչը որ, հա, սա չի մտնի այստեղ, թե կմտնի, որ սխմեմ կմտնի, գիտեք, չէ, այն յազվա մարդիկ կան, որ իրանց ամենտեղ որ իրանց քիթը ամենտեղ մտցնում են, այ, սա կլինի ես բամբակը, վսյո, պտավ, տեսակ, պաժալուստը, այստեղ կտեղավորեմ, սենց բրոշկաներ եմ վերցնում, մի հատը, որ ընդեղ մաս ֆենելուց ինձ անհրաժեշտ կլինի հավաքել մնացածը ֆենել, սա էլ բանի համար, եթե հանգարց որոշեմ, պրոստը հավաքեմ դուրս կամ, այս էլ այսպես, այստեղից էլ վերջացրեցի, սա այսպես, սա ճամպրուկի, այն ինչ-որ ճամպրուկի մեջ է լինելու, ստեղ ունեմ նաև անձերոցիկներ, փոքրիկ, սա էլ մի 2 հատ կգնա իմ պայուսակի մեջ, սենց պայուսակի մեջ կդնենք, մնացածը ճամպրուկի մեջ, իդեպ պայուսակասեցի, հիշեցի ժողովուրդ, հետս վերցնելու եմ 2 հատ սենց խմելիք, 5 ժամա թրիչկը, 2 հատ սենց շոկոլադե պրոտեին, էլի սամալյոտի մեջ, ստեղ Արմենը իրան մենտոսա չգիտեմ ինչա վերցրել, ես մի հատ մաստակ ծամոն և այսենց երշիկներ ենք վերցրել, զբաղմունք, ճիշտ է, սամալյոտի մեջ ուտելիքը, եթե նույնիսկ վճարովյա գնում ենք, բայց որ անկեղծ ասեմ, այսպես փոքրիկ ինչ-որ երշիկ բան եմ բերում, նույնն է ինչ-որ սա, այսպես կվերցնեմ, ընդեղ միգուցե մինչև սամալյոտ բարձրանալը ինչ-որ բուտերբրոդներ գնենք, ինչը որ արեցինք Հայաստանից հետ գալուց, թե Հայաստան գնալուց, հետ գնալուց ոնց որ, թե գնալուց, չեմ հիշում, մի խոսքով, այսպես, հա, մեկ էլ սենց ջուր եմ վերցրել, 4 շիշ, իդեպ սա իսպանական ջուր է, շատ համեղ ջուր է, Grand Frère-ում են վաճառում, 4 հատ էլ սենց շիշ եմ վերցրել, սրանք ճամպրուկի մեջ եմ դնելու, քանի որ նոր ենք հասնում, այնտեղի ջուրը տարբեր չի շշերի ինձ թվում է, բայց ես մի քիչ շատ ահավոր վատ բնավորություն ունեմ,
շատ դժվար եմ ընտելանում նոր ուտելիքին, սնունդին, մի քիչ ուրիշ ձևի եմ, դաժե Արմենն ասում եմ լավ է, կարող եմ հələ մի հարեմ, որովհետև մի քիչ դժվար եմ այդ կողմից։ Դա համար 4 շիշ սնջյուր եմ վերցրել, գոնե առաջի օրը, որ ասում է առաջի մի քանի ժամը, հա, մի հատ ինձ ադապտացնեմ այդ ամեն ինչին, նոր իրան շշով ջուրը կխմենք, որտեղ շշով ջուրը տալու են իհարկե։ Այսպես, այստեղ ունեմ այս մակիաժի համար, նորը գույնը այնքան դուրս եկավ, իրականում ես կարիք չունեի, դուք ասեք, սանրի, բայց քանի որ դուրս եկավ գույնը, ես այս գույնը շատ եմ սիրում, ես էլ նանիկն է, մեծ աղջիկս է, դժվար է, չել ճաղվում, ժողովուրդ, լավ, սենց այս գույնի սանր եմ վերցրել, լավն էր, դուրս եկավ, Հիմա, ինչ էի ուզում ձեզ եվս ասել, հա, այստեղ մնում են այս փչովի, սրանք առանձին արդեն կդնեմ ուղղակի ճամպրուկի մեջ, սա այսպես, այստեղ թղթադրամներն են, 5 եվրանոցներն են, դրել եմ սենց, բայց կդնեմ են մեծ պայուսակի մեջ, սրանք համ չայևոյի համար են, տենց ասեմ, համ էլ կոկտեյլ բան այն ինչը, որ չի մտնում եգիպտական խմիչքը անվճար է հյուրանոցում։ Այն ինչը, որ եվրոպական խմիչք կամ բանկաներով սոկ է, կարծեմ, եթե չեմ սխալվում, դրանք սաղ վճարովի են եւ դրա իսկ պատճառով վերցրել ենք այս ամեն ինչը։ Ինուլիկը տեսել էր վլոգս, զանգել էր, չէ, ձայնային էր ուղարկի, ասում է սերին այդքան փողին չի համար ես ստանում։ Սրանք պետքա դնեմ, հեսա բերեմ այն ճամպրուկի մեջ, որը որ միասին գնել ենք, հեսա գալիս եմ, հա, հեռու չգնաք։ Այս ճամպրուկի մեջ ժողովուրդ երկու հատ եմ գնել, գիտեք, հետ չեմ վերադարձրել, նույնիսկ յառլիկները էլ չենք պոկել, ետ չեմ կարանամ պոկեմ, թե պետքա մկրատ բերեմ, չէ կարացա, ետ չեմ տարել, տեսեք մորացա, հա, կարեյտայ Էլենչոյին, որ գնում էին, իրար հետ տանեին, ընդեղ կարող է հարմար լիներ, բայց մորացա, որ ճիշտն ասեմ։ Ուրեմն սա լինելու է իմ ճամպրուկի վրա, Արմենը իհարկե չի ուզում, իսկ կարանամ, չէ, լավ, ավելի լավ է հետո պոկեմ, որ մարցես մատս չճղեմ։ Սա գնել եմ, ես եմ դրեմ էչը, սրանք ճամպրուկի համար է, եթե վլոգը չեք տեսեմ, մարդս ձեր անուն ազգանունն է գրում, հասցեն հեռախոսի համարը, մեյլը, հեռախոսի համարը, անուն ազգանունը, որ մարդս եթե ճամպրուկը կորի, իմանան ումն է, սրանք հետո, այստեղ, սա թոմնա, սա պետքա ինձ օգտագործելու եմ, չէ, Yo, siz pinde այս ամեն ինչը։ 1, 2, 3։ Ձմերուկը բերեք, այդ համակրատ բերեմ կամ։ Okay, մկրատ բերելու համար պետք է այդ հայի բաղնիքը զբաղված է, այնպես որ այստեղ այսպես կկտրենք։ Երևի բռնիչ չեմ տանի, որտեղ չեմ օգտագործելու, վստահ եմ։ Հիմա այստեղ ես դնելու եմ անձեռոցիկները, այսպես։ Սրանք են ինչ-որ սամալյոտի մեջ մեզ մոտ է լինելու։ Այս շոկոլադները երևում է ձեզ։ Սա մեկ վարկյան կերևա։ Շոկոլադները գրպանչիկի մեջ։ Այս ծամոնու մենտոսը ստեղ գրպանչիկ ունի։ Կոպեկներն էլ եմ այստեղ դնելու ժողովուրդ, որպեսզի կոպեկները գիտեք որ այստեղ ինքը ուրիշ տեղել ունի կոպեկները, փողերը, էլ ինչ կարելի է այստեղ տեղավորել, հա, այս վենտիլատորները, հուսով եմ որ բան չեն ասի, նորմալով չեն ասի։ Ինքը սենց ոտիկ էլ ունի, որ եթե ուզենաք ինչ-որ տեղ դնեք, կանգնած մնա, կարելի է, ոտիկն էլ է պետք, ու իրա զարադիչնիկը, իդեպ են մյուս զարադիչնիկն է պետք է, գլխիկը պետք է հետը վերցնեմ, սա,
Սա էստեղ, սա տուփը չենք ուզում, ինչքան քիչ տուփ այնքան լավ։ Այստեղ դնելու եմ այդպիսի բաները, որ ասում են ինչ-որ կօգտագործվի օդանավակայանում եւ սամալյոտի մեջ։ Սամալյոտի մեջ սա չի օգտագործվի պարզա, բայց հենց դուրս ես գալիս, ասում են թե շատ ուժեղ գոլոշի է խփում երեսիդ, դրա պատճառով այսպես, տեղավորեցի։ Այս մեր խմելիքները երևի թե այստեղ, երշիկը այստեղ, գրիչը պայուսակից մեջ կդնեմ, սա էլ կարող եմ այստեղ դնել, որտև մեզ հետ է լինելու, ինչ կարելի է այստեղ դնել այս ամեն ինչի հետ ժողովուրդ, ասեք ինձ իմանամ, ոնց ասեք, դուք մինչև դա նայեք, մենք արդեն Եգիպտոսում ենք լինելու, սա կսվելիքի բաներն է, բայց երևի դնեմ այստեղ, հա, փափուկ ինչ-որ բան թող լինի այստեղ, ահա, և երևի թե բիժուտերյան, որ ճիշտն ասեմ, չգիտեմ, այն ինչը ոսկուց է վերցնեմ, թե ոչ, թե վերցնեմ միայն բիժուտերիա, ապահովության համար, վերցնեմ երևի թե միայն բիժուտերիա, լավ, դա հետո վերջում կորոշեմ, ինչևից է, ահա, այստեղ էլի սենց պակաս պրատ ինչ-որ փոքրիկ բաներ կդնեմ, երևի թե կեպկան կդնեմ, սա էլ կարելի է հա կտրել, ինքը բանով ամրացրած է, բայց իսկ թվում է, ես ինձ պետք է վաբշե, ինչ եք դուք կարծում, լավ, վերցնեմ պամադաբան, հա, երևի թե կսվելիքս դուխին, բայց մինչև 100 միլիգրամ է, եթե չեմ սխալվում, դուխին չեմ կարա այստեղ դնեմ, դուխին պետք է դնեմ ճամպրուկի մեջ, հա, պամադայա, ինչ-որ փոքրիկ մի բան կդնեմ այստեղ ևս սրա հետ, այստեղ հլը լծվելու բաներ կա, իհարկե ընթացքում կորոշեմ ինչ եմ դնում, փոքրիկ-մոքրիկ, սա ոնց որ ձեռքի ճամպրուկն է, Արմենը կունենա մի հատ պայուսակ էլի, մեջը էլի մի աշխարհ բան կա դնելու, այնպես որ կդնենք, բայց այս սրանք եկեք ես առայժմ այստեղ դնեմ, քանի որ հիմա հələ որ այստեղ համարյա դատարկ է այս մյուս կողմը, բավականին բան է տանում, ասեմ ձեզ իմանաք ժողովուրդ, նայեք, հələ այս կողմը լրիվ դատարկ է, այս ծամոններն էլ նույնիսկ ես կարող եմ այստեղ սենց տեղավորել, որ այս մի կողմը լրիվ դատարկ լինի, մենակ այս կոնֆետներն է, վերջ, սա այսպես հələ որ ժամանակավոր փակեմ, հիմա գնամ Արմենին ասեմ ճամպրուկը իջեցնի, ես սկսեմ արդեն մեր շորմորը դնել, դասավորել, որովհետև վաղը ժամը 3-ին է թրիչքը, 3-ից քանիս, չոս դժվար խաղում, վաղը 3-ից քանիս է թրիչքը, պետք է գնանք օդանավակայան, ոնց որ մենք գնում ենք, այդ նույն երեկո Սամոն հետ է գալի, հետաքրքիր է, իրար չենք տեսնելու, ցավոք վաղը ու դրա այս պատճառով օդանավակայան գնալու ենք մեր մեքենայով, արդեն նախորոք պատվիրել ենք պարկինգ կայանատեղի, այնտեղից մեզ կտանեն ուրիշ մեքենայով, մեր մեքենան մեկ շաբաթ կմնա օդանավակայանում, համ կլինի ապահով, մեկա ոչ մեկ չի քշում, Սամոն իրա մեքենան ունի, այնպես որ մեքենան ավելի լավ է այնտեղ մնա, մեկա ոչ մեկ չի օգտվելու, համ էլ մենք հանգիստ կգնանք, ոչ մեկի չենք անհանգստացնի, չենք ասի տարեք, այս կողմ, այն կողմ, հա, մենք ես ու Արմենը գայել ենք հանգիստ կգնանք, ահա, այս տուփերը հավաքեմ, անցնեմ ճամպրուկները ժողովուրդ դասավորեմ, շատ շնորհակալ եմ ձեր կոմենտարյաների համար, ձեր բաժանորդագրվելու համար անկեղծ անչափ շնորհակալ եմ, վերաբերյալ այն թեմային, որը որ խոսեցինք անցավ գնաց, հələ մի քիչ շոշափվում է, բայց այն մարդիկ ովքեր շոշափում են, չեմ պատասխանելու ձեր կոմենտարիաներին, ներող եղեք, անկախ նրանից իմ կողմից եք թե ոչ, չեմ ուզում այդ թեման եւս թափ հավաքի, որովհետեւ ինձ հաճելի թեմա չի, վերաբերյալ, որ մենակ մի բան կասեմ, ճիշտ է, վատ իմաստով չէիք գրել, գիտեմ գրել էիք, որ ինձ եք ոնց որ
իմ կողմից եք, այսպես ասեմ, բայց գրել էիք, որ հələ այսքան ժամանակ չեք տեսել ինչ որ վլոգեր, որը որ կշոշափի պոլիտիկա, հիմնականում խանութ, այս կողմ են կողմ, հա, հիմնականում, եկեք սենց անեմ, կարող է միկրոֆոնի խանգարում, չգիտեմ, նոր նկատեցի, կարող է հիմնականում ոնց որ այդ մարդիկ չեն խոսում այդ թեմաներով, հիմնականում խանութ գնալն է, առևտուրն է, էսա, էնա։ Այո, այդպես է, ինչու, որովհետև ես շատ վաղուց այդ օրինակը բերել եմ ժողովուրդ ու նորից մեկ անգամ կբերեմ այդ օրինակը, երբ որ մենք ֆիլմ ենք միացնում, որ դիտենք, հա, օրինակ կոմեդիա, այսպես ասեմ։ Մենք կոնկրետ ակնկալիքով միացնում ենք եւ դիտում ենք կոմեդիա։ Եթե մենք ուզում ենք դրամա, նայում ենք դրամա, դետեկտիվ, նայում ենք դետեկտիվ, այսինքն մենք ունենք կոնկրետ ուղղություն, ինչ ենք ուզում դիտենք։ Նաև վլոգերներն են այդպիսին։ Հաշվեք, որ դուք նայում եք ինչ-որ չափով սերիալ, որը որ վերաբերվում է կոնկրետ մի թեմայի, դրամա, կոմեդիա, չգիտեմ, դետեկտիվ, հա, նայած ինչ ուղղությամբ հայտում։ Դրանց պատճառով մի ակնկալեք, որ վլոգ, որը որ ընտանեկան է ու որտեղ որ առևտուր է, առօրյա է, ոնց որ դուք եք ապրում, այնպես էլ մենք, արձակուրդ է, աշխատանք է, հա, պետք է մեկ էլ հոպ ու դառնա ինչ որ ուրիշ ուղղությունով ալիք։ Մենք ունենք եւս մեկ անգամ կրկնում եմ, բոլորս մեր տներում ունենք քննարկման ինչ-որ թեմաներ, որը որ մնում է մեր տան մեջ, ունենք անձնական ինչ-որ թեմաներ, որը մնում է մեր տան մեջ եւ ամեն ինչ չի ցուցադրվում վլոգի մեջ։ Վլոգը նկարվում է ամբողջ օրվա ընթացքում կես ժամ կամ 1 ժամ, բայց մենք այդ մնացած ընթացքը ապրում ենք, շփվում ենք թե մեր հարազատների հետ, թե մեկս մյուսիս հետ եւ թեմաներ ենք քննարկում, բայց ես ընտրել եմ իմ ալիքում ցույց տալ մեր ապրածից մի փոքրիկ մաս, որը որ լիովին մենք ենք, ոնց որ կանք, ոնց մեզ ցույց ենք տալիս, դա ինչ որ սցենարով գրված չի կամ ձևականություն չի, դրանց պատճառով ես չեմ ուզում, որ ես ընդհանրապես ես բարկանալ շատ ուշ եմ բարկանում, բայց նուշ եմ բարկանում, եթե ես բարկացա, ապա բարկացա ու ինչ չի թվում, որ հաճելի կլինի, որ ասում չափը բարկանալը ասում չափից շատ լինի, դրանց պատճառով կխնդրեմ, ովքեր չեն սիրում դիտել, ում հետաքրքիր չի, ընդհանրապես ում հաճելի չի, այսպես ասեմ, մեր վլոգները 1 հոգի են, 2 հոգի են, պարզ է, մեծամասնությունը բոլորն էլ սիրում են, դիտում են, դա փաստում է թե մեր բաժանորդների ավելանալը, թե բազմաթիվ դրական կոմենտարագրողները, որոնք անթիվ են, շատ շնորհակալ եմ ձեզ, իրոք անկեղծ շնորհակալ եմ, բայց նույնիսկ 1 հոգի երբ որ գալիս է եւ մթնոլորտը փչացնում է, դա նույն օրինակի հարսանիքի տեղը, երբ որ ամեն ինչ իդեալական է ու մեկ էլ հոպ մի հատը դուրս է գալիս ու ամբողջ երեկոն քաշում է իր վրա եւ տրամադրությունը մարդկանց փչացնում է, այդ գրողներից էլ հենց այդպիսին են, երբ որ ամեն ինչ լավ է ու մեկ էլ գալիս են իրանց բացասական էներգետիկան մտցնում են։ Ինձ պետք չեն այդպիսի մարդիկ, եւս մեկ անգամ կրկնում եմ, եթե կրկնվել է, եթե տեսել եմ ինչ-որ մի հատ, պոլիտիկական, չգիտեմ, այս կողմ, այն կողմ կոմենտարիա, բլոկելու եմ, ներող եղեք, ես կարող եմ տեսնել, թե դուք ամբողջ ընթացքում ինչ կոմենտարիաներ եք գրել, հա, ես ֆունկցիա կա, սեղմում ես եւ այդ մարդու բոլոր գրածները բերում է, նույնիսկ եթե բոլորը իդեալական կոմենտարիաներ են, բայց շոշափվում է, կողմնորոշվում, ես սրան եմ ուզում, նրան եմ ընտրում, այս ուղղություն, այն ուղղություն ներող եղեք, բայց ալիքում չի լինելու, դա հասկանալով մոտեցեք եւ եկեք մնանք մեր սիրո տանիքում միայն դրական էմոցիա է, ոնց որ կա, օքեյ, դրա համար եկեք ապրենք համերաշխ, չէ որ մենք հայ ենք, ահա ժողովուրդ, այսքանով ես այս վլոգը կավարտեմ, շատ շնորհակալ եմ դիտելու համար, եւս մեկ անգամ բաժանորդագրվելու համար եւ իհարկե ձեր կոմենտարիաների համար, որ դուք ձեր ժամանակը տրամադրում եք եւ չեք զլանում, ինչպես եւ YouTube-ի հոլովակի տակ եք գրում, այնպես էլ Instagram-ով եք գրում, նույնիսկ Facebook-ով եք գրում, շատ շնորհակալ եմ բոլորիցդ, ինչպես միշտ ուղարկում եմ, պաչիկ, կհանդիպենք արդեն Եգիպտոսում,
Չէ, Եգիպտոսում չէ։ Այրոպորտ գնալուց։ Մոռացել էի։ Կհանդիպեք այրոպորտ գնալուց։ Ձեզ պաչիկ։